Ազնվաբար ասեք, ձեզ երբևէ պատահել է ամոթի մեջ ընկնել հանրային վայրում ձեր որովայնի պատճառով։ Դե հասկանում եք ինչի մասին եմ խոսում՝ բարձրաձայն կռռոց լռության մեջ գտնվող պոլիկլինիկայում։ Կամ ավելի վատը, երբ գազերը դուրս են գալիս ամենաանպատեհ պահին, դուք կանգնած եք հերթում դրամարկղի մոտ եւ բոլորը շրջվում են։ Եթե ձեզ հետ նման բան չի եղել, անկեղծորեն ուրախ եմ ձեզ համար։ Իսկ եթե եղել է, ապա գիտեք այդ ամոթը։ Երբ ուզում ես երկրի տակ անցնել, դեմքդ այրվում է, իսկ դուք ձև եք հանում, թե դա չեք եղել դուք։ Իմ անունը Անահիտ է։ Այսօր ես ձեզ կպատմեմ մի տատիկի պատմություն։ Նրա անունը Մարգարիտա է, 90 տարեկան է։ Դե սկսենք։ Ես ապրել եմ այնպիսի ամոթ, որ մինչ օրս հիշում եմ յուրաքանչյուր մանրուքը։ Դա եղել է 1982 թվականին։ Ես այն ժամանակ մոտ 50 տարեկան էի։ Ես գնում էի կերբեռնված ավտոբուսով։ Մարդիկ կանգնած են միմյանց կողք կողքի, եւ հանկարծ իմ որովայնը հնչեցրեց այնպիսի ձայն, որ ամբողջ ավտոբուսը շրջվեց։ Իսկ հետո պատահեց այն, ինչի մասին նույնիսկ չեմ ուզում խոսել։ Միայն կասեմ, որ ես իջա հաջորդ կանգառում, թեև պետք է գնայի եւս 7 կանգառ։ Ես քայլում էի ոտքով եւ լաց էի լինում ամոթից, եւ այդ օրը ես երդվեցի ինձ։ Ես կհասկանամ, թե ինչ է կատարվում իմ աղիքների հետ։ Ես կգտնեմ այդ փքվածության, այդ կռռոցի, այդ գազերի պատճառը եւ կվերացնեմ այն մեկ ընդմիշտ։ Եվ գիտեք ինչ, գաղտնիքը մեկ պարզ ապրանքի մեջ էր։ Մեկում, որը ես ուտում էի ամեն օր, մտածելով, որ դա նորմալ է, որ բոլորը ուտում են։ Ես հանեցի այն եւ 1 ամսից մոռացա, թե ինչ է փքվածությունը։ 3 ամսից իմ որովայնը դարձավ հարթ, ինչպես երիտասարդության ժամանակ։ Իսկ 6 ամսից բժիշկ զննության ժամանակ ասաց. Մարգարիտա, ձեր աղիքները 30-ամյա կնոջն են պատկանում։ Հիմա նա 90 տարեկան է։ Նա ինքն է գնում խանութ, ինքն է եփում, զբոսնում է այգում ծոռնիկների հետ եւ արդեն 40 տարի որովայնի հետ խնդիրներ չունի։ Իսկ ամեն ինչ այն պատճառով, որ ես իմացա ճշմարտությունը այն ապրանքների մասին, որոնք մենք ուտում ենք ամեն օր եւ որոնք դանդաղ օրեցօր սպանում են մեր օգտակար միկրոֆլորան, նույն այդ լավ բակտերիաները աղիքներում, որոնք պաշտպանում են մեզ հիվանդություններից, օգնում են մարսել սնունդը եւ նույնիսկ ազդում են մեր տրամադրության վրա։ Այսօր ես ձեզ կպատմեմ 3 նման ապրանքների մասին։ Առաջինը դուք հաստատ ուտում եք, երկրորդը ձեզ գովաբանում են որպես օգտակար, բայց այն քայքայում է աղիքները ներսից, իսկ երրորդը ամենախորամանքն է։ Նրան ուտում են բոլորը, համարում են անվնաս, ոմանք նույնիսկ կարծում են, որ առանց դրա հնարավոր չէ, եւ երբ ես անվանեմ այդ ապրանքը, դուք կզարմանաք։ Ես չեմ ձգձգի եւ չեմ պատմի ակնհայտ բաներ։ Ես կտամ կոնկրետ անուններ, կբացատրեմ, թե ինչու են դրանք վնասում եւ կասեմ, թե ինչով փոխարինել։ Պարզ եւ հասկանալի, առանց բարդ բժշկական տերմինների, բայց նախ մի խնդրանք ունեմ ձեզ։ Եթե ձեզ համար կարևոր է այս թեման, հիմա գրեք մեկնաբանություններում. ուզում եմ առողջ աղիքներ, հենց 3 բառ։ Ինձ իսկապես կարևոր է իմանալ, որ ես զուր չեմ ձայնագրում այս տեսանյութերը, որ ինչ-որ մեկին դա պետք է, որ դուք պատրաստ եք հոգ տանել ձեր մասին։ Եվ եթե դեռ չեք բաժանորդագրվել ալիքին, բաժանորդագրվեք եւ սեղմեք զանգը։ Ես կանոնավոր կերպով տեղադրում եմ ստուգված խորհուրդներ առողջության համար, առանց ջրի եւ առանց հաբերի գովազդի։ Միայն այն, ինչ աշխատում է եւ ինչ ես ստուգել եմ իմ վրա։ Բայց նախքան առաջին ապրանքի անունը տալը, եկեք մի կարևոր բան բացատրեմ ձեզ՝ բառացիորեն մատների վրա, առանց բարդ բառերի։ Մեր աղիքներում ապրում են բակտերիաներ, շատ բակտերիաներ։ Այնքան շատ, որ եթե հավաքենք նրանց, կկշռեն գրեթե 2 կիլոգրամ։ Պատկերացնում եք, 2 կիլոգրամ կենդանի էակներ ձեր ներսում հենց հիմա։ Եվ այդ բակտերիաները բաժանվում են 2 ճամբարի։ Առաջին ճամբարը մեր ընկերները, լավ բակտերիաներ։ Նրանք օգնում են մարսել սնունդը, արտադրում են վիտամիններ, պաշտպանում են աղիքի պատերը, չեն թողնում ներս որևէ աղբ։ Երբ նրանք շատ են, մենք լավ ենք զգում։ Մենք ունենք էներգիա, նորմալ ենք քնում, հազվադեպ ենք հիվանդանում, եւ որովայնը երկրորդ ճամբարը, թշնամիները, վատ բակտերիաներ եւ սնկեր։ Նրանք միշտ կան աղիքներում, դա նորմալ է, բայց երբ նրանք չափից շատ են դառնում, սկսվում են խնդիրները։ Նրանք արտադրում են տոքսիններ, առաջացնում են բորբոքում, փչացնում են մարսողությունը, եւ ահա թե ինչը կարևոր է հասկանալ։ Այս 2 ճամբարները մշտապես պատերազմում են տարածքի համար։ Ով կհաղթի, կախված է նրանից, թե ինչով եք կերակրում նրանց։ Այո, սնունդը, որը դուք ուտում եք, ոչ միայն ձեր սնունդն է, այլև ձեր բակտերիաների սնունդը։ Եվ տարբեր բակտերիաներ սիրում են տարբեր սնունդ։ Լավ բակտերիաները սիրում են մանրաթել, բանջարեղեն, կանաչի, հացահատիկներ։ Իսկ վատերը սիրում են մի բան այլ։ Եվ ահա մենք մոտենում ենք առաջին թշնամուն։ Բայց նախ եկեք ստուգենք, արդյոք վատ բակտերիաներն արդեն գրավել են ձեր աղիքները։ Հիմա ես կթվարկեմ նշանները, իսկ դուք ազնվորեն հաշվեք, քանիսն են վերաբերում ձեզ։ Առաջինը՝ որովայնի փքվածություն ուտելուց հետո։ Որովայնը փքվում է ինչպես գնդակ, գոտին ճնշում է, ուզում ես կոճակը բացել։ Երկրորդը՝ գազեր, հաճախակի, երբեմն տհաճ հոտով, հատկապես երեկոյան։ Երրորդը՝ մշտական հոգնածություն։ Կարծես քնել եք, բայց ուժ չկա, կեսօրին արդեն ուզում եք պարկել։
4-րդը վատքուն, դժվար է քնել կամ արթնանում եք գիշերը եւ պարկած նայում եք առաստաղին։ 5-րդը հաճախակի մրսածություններ, հենց բուժվեցիք, նորից քթահուսություն, նորից կոկորտ։ 6-րդը քաղցրի հանդեպ ձգտում։ Պարզապես ձգում է, անհնար է դիմակայել։ Ճաշից հետո անպայման պետք է ինչ-որ քաղցր բան։ 7-րդը մաշկը վատացել է, չորություն կամ ընդհակառակը, չափից յուղոտ։ Քանիսն եք հաշվել, եթե 3 եւ ավելի ձեր միկրոֆլորան վտանգի տակ է, եւ ամենայն հավանականությամբ մեղավոր է այն ապրանքը, որի մասին հիմա կպատմեմ։ Այսպիսով, աղիքների առաջին թշնամին սպիտակ շաքարն է։ Այո, նույն այդ շաքարը, որը կանգնած է ձեր խոհանոցում շաքարամանի մեջ, որը դնում եք թեյի եւ սուրճի մեջ, որը կա կոնֆետներում, թխվածքներում, տորթերում, մուրաբաներում, խտացրած կաթում, խանութային հյութերում, յոգուրտներում, նույնիսկ հացի մեջ։ Շաքարը վատ բակտերիաների եւ սնկերի սիրելի սնունդն է, հատկապես կանդիդա սնկի։ Լսել եք նրա մասին։ Նա գրեթե բոլորի մոտ կա, եւ քանի դեռ քիչ է, ոչինչ սասափելի չէ։ Բայց արժե սկսել կերակրել նրան շաքարով։ Նա աճում է ինչպես բորբոսը հացի վրա։ Ահա թե ինչպես է աշխատում։ Դուք կերակ կոնֆետ, շաքարը արագ ներծծվում է, բայց մի մասն այնուամենայնիվ հասնում է աղիքներ։ Վատ բակտերիաները ստանում են սնունդ եւ սկսում են բազմանալ։ Նրանք ավելանում են։ Նրանք զբաղեցնում են լավ բակտերիաների տեղը, դուրս մղում նրանց։ Եվ որքան շատ շաքար եք ուտում, այնքան ավելի մեծ է անհավասարակշռությունը։ Վատերը ավելի շատ են, լավերը ավելի քիչ։ Այստեղից փքվածություն, գազեր, կռոց։ Այստեղից հոգնածություն, որովհետև վատ բակտերիաները արտադրում են տոքսիններ, եւ օրգանիզմը ուժ է ծախսում նրանց դեմ պայքարելու վրա։ Այստեղից քաղցրի հանդեպ ձգտումը։ Սա ոչ թե դուք եք ուզում կոնֆետ, այլ սունկն է պահանջում սնունդ։ Սարսափելի է հնչում, այո, բայց սա ճշմարտություն է։ Ես ինքս անցել եմ դրա միջով։ Կպատմեմ, թե ինչպես էր ինձ մոտ։ Երիտասարդության տարիներին ես սարսափելի քաղցրասեր էի։ Թեյին ուտում էի միայն 3 գդալ շաքարով, այլապես անհամեր թվում։ Ճաշից հետո անպայման կոնֆետ, հյուրերի մոտ տորտ։ Մուրաբա գդալներով կարող էի ուտել, հատկապես ելակի։ Համարում էի, որ տնական է, նշանակում է օգտակար։ Եվ 50 տարեկանում ես դարձա փլատակ, որովայնը մշտապես կռում էր, գազերը ամոթ էր մարդկանց մոտ դուրս գալ։ Հոգնել էի այնպես, որ ոտքերս հազիվ էի քաշում, մրսածությունից հետո, միայն հակաբիոտիկներով էի փրկվում։ Բժիշկները ձեռքերը բաց էին ցուցաբերում, անալիզները կարծես նորմալ էին, բայց ես զգում էի ինձ ծերուկի պես։ Ես 48 տարեկան էի, բայց զգացողությունը կարծես 100։ Եվ ահա այդ ժամանակ ավտոբուսի միջադեպից հետո ես սկսեցի փնտրել պատճառը, կարդում էի գրքեր, գնում էի տարբեր բժիշկների մոտ, նույնիսկ հոթաբույսերի մասնագետների։ Եվ մի ծեր բժիշկ, հողը թեթև լինի նրա համար, ուղիղ ասաց ինձ. «Մարգարիտա, գործը շաքարի մեջ է, հանիր քաղցրը եւ 1 ամսից չես ճանաչի ինքդ քեզ»։ Ես չհավատացի, ինչպես հանել քաղցրը, դա անհնար է, ես առանց կոնֆետի չեմ կարող ապրել, բայց նա բացատրեց, սա ոչ թե դու չես կարող, այլ քո բակտերիաներն են չեն կարող, նրանք պահանջում են սնունդ, համբերիր 2 շաբաթ եւ ձգտումը կանցնի, եւ ես որոշեցի փորձել, ինչ կորցնելու բան ունեի, առաջին շաբաթը ծանր էր, ուղակի կոտրում էր ինչ-որ բան, քաղցր ուզում էի այնպես, որ ձեռքերս տողում էին։ Ես անցնում էի կոնֆետների կողքով եւ գրեթե լաց էի լինում, բայց ես դիմացա։ Երկրորդ շաբաթը արդեն ավելի հեշտ էր։ Ձգտումը սկսեց նահանջել։ Իսկ 1 ամսից առավոտյան արթնացա եւ հասկացա, որ ովայնս ցավ չի անում։ Ընդհանրապես չի ցավում, չի կռռում, չի փքվում։ Պարզապես հանգիստ, փափուկ որովայն։ Ես լաց եղա ուրախությունից։ Դա հրաշքի նման էր։ Ինչ անել ձեզ։ Ես չեմ կոչանում հավերժ հրաժարվել ամբողջ քաղցրից։ Դա ոչ անհրաժեշտ է, ոչ էլ հեշտ։ Բայց կան պարզ քայլեր, որոնք կօգնեն։ Առաջինը՝ հանեք շաքարը թեյից եւ սուրճից։ Այո, առաջին օրերը անհամ կլինի, համբերեք 1 շաբաթ, կսովորեք, եւ հետո քաղցր թեյը ձեզ չափից քաղցր կթվա։ Երկրորդը, կոնֆետներն ու թխվածքները փոխարինեք մրգերով եւ չորացրած մրգերով, 4 ծիրան, սև սալորաչիր, չամիչ։ Այո, այնտեղ էլ շաքար կա, բայց բնական, եւ դրա հետ միասին մանրաթել, որը կերակրում է լավ բակտերիաներին։ Երրորդը, ուշադիր կարդացեք ապրանքների բաղադրությունը։ Շաքարը թաքնված է ամենուր՝ կետչուպում, մայոնեզում, երշիկում, հացում, դիետիկ յոգուրտներում։ Եթե բաղադրության մեջ շաքարը առաջին տեղերում է, ավելի լավ է չվերցնել։ Չորրորդը, եթե շատ եք ուզում քաղցր, գերեք 1 գտալ մեղր, բնական մեղր, ոչ խանութային։ Մեղրն էլ շաքար է, բայց դրանում օգտակար նյութեր կան, եւ այն այնքան էլ ուժեղ չի կերակրում վատ բակտերիաներին։ Եվ ահա իմ անձնական գաղտնիքը։ Երբ քաղցր է ձգվում, ես ուտում եմ թթու կաղամբ։ Տարօրինակ է հնչում, այո, բայց աշխատում է։ Թթու համը հեռացնում է քաղցրի ձգտումը։ Փորձեք, կզարմանաք։ Հիմա ունեմ մի խնդրանք ձեզ։ Եթե պատրաստ եք փորձել առնվազն 1 շաբաթ կրճատել շաքարը, գրեք մեկնաբանություններում առանց շաքարի։
2 բառ։ Սա կլինի ձեր խոստումը ինքներդ ձեզ։ Իսկ ես կիմանամ, որ օգնել եմ գոնե մեկ մարդու անել առաջին քայլը, բայց սա միայն առաջին թշնամինն էր, երկրորդը ավելի խորամանկ է։ Ձեզ գովաբանում են որպես օգտակար, դիետիկ, ճիշտ ապրանք։ Բժիշկներն են խորհուրդ տալիս, գնում են նրանք, ովքեր հետևում են առողջությանը։ Իսկ նա այդ ընթացքում քայքայում է ձեր միկրոֆլորան ներսից, եւ դուք նույնիսկ չեք կասկածում դրա մասին։ Ինչ է այդ ապրանքը, հիմա կպատմեմ։ Աղիքների երկրորդ թշնամին խանութային երշիկներն են։ Այո, գիտեմ, որ շատերը հիմա կբարկանան։ Ինչպես կարող է լինել։ Դոկտորական երշիկը դիետիկ ապրանք է, նույնիսկ երեխաներին են տալիս, հիվանդանոցներում նախաճաշին էին տալիս։ Ես էլ այդպես էի մտածում, եւ դա գրեթե արժեցավ ինձ առողջությունը։ Բայց եկեք հասկանանք, թե ինչ է իրականում այդ գեղեցիկ փաթեթավորման մեջ։ Վերցրեք ցանկացած երշիկ խանութի դարակից եւ կարդացեք բաղադրությունը։ Կլինի միս։ Լավ է, եթե առնվազն 30%, իսկ հետո սկսվում է ամենահետաքրքիրը։ Նատրիումի նիտրիտ։ Սա կոնսերվանտ է, որը երշիկին տալիս է վարդագույն գույն, առանց դրա այն մոխրագույն կլիներ, եւ դուք չէիք գնի։ Բայց այդ նիտրիտը թույն է ձեր միկրոֆլորայի համար։ Այն սպանում է բակտերիաներին առանց ընտրության, եւ վատերին եւ լավերին։ Ֆոսֆատներ։ Նրանք պահում են ջուրը, որպեսզի երշիկը հյութալի լինի եւ ավելի շատ կշռի, բայց ֆոսֆատները խանգարում են կալցիումի եւ մագնեզիումի կլանմանը եւ նաեւ գրգռում են աղիքի պատերը։ Նատրիումի գլուտամատ, համի ուժեղացուցիչ։ Առանց դրա ժամանակակից երշիկը թղթի պես կթվար։ Գլուտամատն ինքնին այնքան էլ սարսափելի չէ, բայց այն ստիպում է ձեզ ավելի շատ ուտել, քան պետք է։ Եվ ամենատհաճը հակաբիոտիկներ։ Նրանք տալիս են կենդանիներին, որպեսզի չհիվանդանան նեղ վանդակներում։ Եվ այդ հակաբիոտիկների մի մասը մնում է մսի մեջ, հետո հայտնվում է երշիկում եւ ձեր մեջ։ Իսկ ինչ են անում հակաբիոտիկները։ Ճիշտ եք, սպանում են բակտերիաներին, բոլոր բակտերիաներին։ Դուք ուտում եք բուտերբրոդ երշիկով եւ առանց իմանալու ռմբակոծում եք ձեր սեփական աղիքները։ Գիտեք ինչու էր երշիկը նախկինում պահվում 3 օր, իսկ հիմա 3 շաբաթ, որովհետեւ դրա մեջ այնքան կոնսերվանտներ կան, որ նույնիսկ փթման բակտերիաները չեն կարող փչացնել այն։ Իսկ հիմա մտածեք, եթե այս նյութերը սպանում են բակտերիաներին դրսում, ինչ են անում ձեր ներսի բակտերիաների հետ։ Կպատմեմ իմ պատմությունը։ Երբ հրաժարվեցի շաքարից, ավելի լավ է զգացի, բայց ոչ ամբողջությամբ։ Որովայնը դեռ երբեմն բողոքում էր, հատկապես նախաճաշից հետո։ Իսկ նախաճաշին ունեի բուտերբրոդ դոկտորական երշիկով։ Ամեն օր տարիներ շարունակ։ Ես մտածում էի դա դիետիկ երշիկ է, հատուկ առողջ սննդի համար են հորինել։ Քիչ յուղ ունի, նուրբ է, հեշտ է մարսվում։ Բժիշկներն են խորհուրդ տալիս։ Բայց հետո իմացա ճշմարտությունը, եւ երբ հանեցի երշիկը սննդակարգից, 2 շաբաթից զգացի տարբերությունը, որովայնը վերջնական հանգստացավ։ Առավոտյան արթնանում էի թեթևությամբ, ոչ թե ծանրությամբ որովայնում։ Ինչով փոխարինել երշիկը։ Շատ պարզ։ Գնեք հոզի կամ տավարի մի կտոր, աղով եւ համեմունքներով քսեք, փաթաթեք վոլգայի մեջ եւ ջեռոցում 2 ժամ։ Կստացվի տնական բուժենինը։ Ավելի համեղ է ցանկացած երշիկից, եւ դուք հստակ գիտեք, թե ինչ կա ներսում։ Կամ թխեք հավի կրծքամիս, կամ հնդկահավ, կամ պարզապես եփեք միսը, բարակ կտրեք։ Ահա ձեզ փոխարինող բուտերբրոդների համար։ Այո, ժամանակ է պահանջում, բայց ձեր աղիքը շնորհակալ կլինի եւ նրա հետ ամբողջ օրգանիզմը։ Իսկ հիմա երրորդ ապրանքը։ Եվ ահա այստեղ սիրելիներս, ամուր պահեք ձեզ, որովհետև այս ապրանքը ուտում են բոլորը ամեն օր մի քանի անգամ։ Համարում են սննդի հիմքը։ Առանց դրա չեն պատկերացնում նոճ նախաճաշ, նոճ ճաշ, նոճ ընթրիք։ Դրա մասին ասում են, սա մեր ավանդույթն է։ Այսպես էին սնվում մեր պապերն ու նախապապերը։ Ես խոսում եմ սպիտակ հացի մասին։ Այո, սովորական սպիտակ հաց խանութից, բատոն, փափուկ հաց, սպիտակ աղյուսներ եւ ամբողջ թխվածք սպիտակ ալյուրից, փոքրիկ կարկանդակներ, բլիններ, պելմենի, մակարոնեղեն։ Հասկանում եմ, թե ինչպես է հնչում։ Հացը ամեն ինչի գլուխն է։ Մենք մեծացել ենք այս խոսքերի վրա։ Մեր սերնդի համար հացը սուրբ է։ Հացը դեն նետելը մեղք է։ Ճաշ առանց հացի ճաշ չէ, բայց ճշմարտությունը ավելի կարևոր է ավանդույթներից, հատկապես երբ խոսքը ձեր առողջության մասին է։ Եկեք հասկանանք, թե ինչ է կատարվում հացահատիկի հետ, երբ դրանից սպիտակ ալյուր են պատրաստում։ Ցորենի հատիկը բաղկացած է 3 մասից՝ պատյանը, մանրաթել եւ վիտամիններ, ձիլը, օգտակար ճարպեր եւ հանքանյութեր եւ միջուկը՝ օսլա։ Երբ պատրաստում են սպիտակ ալյուր, պատյանն ու ձիլը հեռացնում են։ Մնում է միայն օսլան՝ մաքուր, սպիտակ, գեղեցիկ եւ լիովին մեռած։ Դրա մեջ ոչինչ օգտակար չկա, միայն արագ ածխաջրեր։ Եվ ահա թե ինչ է կատարվում, երբ ուտում եք սպիտակ հաց։ Օսլան արագ քայքայվում է շաքարի։ Այո, նույն այդ շաքարի, որի մասին խոսեցինք։ Ստացվում է, որ սպիտակ հացի մի կտոր ձեր աղիքի համար գրեթե նույնն է, ինչ 1 գթոլ շաքարի։ Այն էլ կերակրում է վատ բակտերիաներին եւ սնկերին, բայց դա դեռ ամենը չէ։
Սպիտակ հացում մանրաթել չկա, իսկ մանրաթելը միակ սնունդն է լավ բակտերիաների համար։ Առանց դրա նրանք սոված են մնում եւ մահանում։ Դուք ուտում եք հաց եւ մտածում եք, որ հագել եք, իսկ ձեր օգտակար բակտերիաները սոված են նստած։ Եվ երրորդ խնդիրը՝ խմորումը։ Սպիտակ հացը վատ է մարսվում։ Այն մնում է աղիքներում, սկսում է խմորվել։ Այստեղից գազեր, փքվածություն, կռռոց։ Նույնն այդ փքված որովայնը ուտելուց հետո։ Շատ հաճախ դա հենց հացից է։ Հիշում եմ, թե որքան դժվար էր ինձ համար ընդունել այս ճշմարտությունը։ Հացը իմ կյանքի մասն էր մանկությունից։ Սև հաց արևածաղկի ձեթով եւ աղով, սիրելի հյուրասիրություն։ Սպիտակ փափուկ հաց մուրաբայով, տոն, բուտերբրոդներ, գրիլյա, սուպի համար չորացրած հաց։ Բայց երբ հանեցի սպիտակ հացը, տեղի ունեցավ հրաշք։ Որովայնը դարձավ հարթ, ոչ միայն դադարեց ցավել, այլ դարձավ հարթ, ինչպես 30 տարեկանում։ Նույնիսկ 5 կիսաշրջազգեստներին նայեցի, գուցե նորից հագնվեն։ Ինչ ուտել սպիտակ հացի փոխարեն։ Առաջինը ամբողջահատիկ հաց։ Սա հաց է այն ալյուրից, որը աղում են պատյանի հետ միասին։ Դրա մեջ կա մանրաթել կամ վիտամիններ։ Ավելի կոպիտ է, ավելի խիտ, բայց շատ ավելի օգտակար։ Երկրորդը խմորիչով հաց։ Իսկական խմորիչը կենդանի բակտերիաներ են, որոնք արդեն մասամբ մարսել են ալյուրը։ Նման հացը ավելի հեշտ է մարսվում եւ նույնիսկ պարունակում է օգտակար միկրոօրգանիզմներ։ Երրորդը առանց խմորիչի հաց։ Կարելի է տանը թխել, ընդհանրապես դժվար չէ։ Իսկ հիմա եկեք ամփոփենք միջանկյալ արդյունքը։ Աղիքների 3 թշնամի։ Շաքարը կերակրում է վատ բակտերիաներին։ Խանութային երշիկները սպանում են լավ բակտերիաներին կոնսերվանտներով եւ հակաբիոտիկներով։ Սպիտակ հացը եւ կերակրում է վատերին եւ սովի է մատնում լավերին։ Հանեք այս 3 ապրանքները եւ մեկ ամսից չեք ճանաչի ինքներդ ձեզ։ Ես դա երաշխավորում եմ։ Ստուգված է իմ վրա եւ տասնյակ իմ ծանոթների վրա, ում տվել եմ այս խորհուրդները։ Բայց թշնամիներին հեռացնելը միայն կես գործ է։ Պետք է նաև օգնել լավ բակտերիաներին վերականգնվել։ Եվ դրա մասին ես կպատմեմ հետո։ Որ ապրանքներն են ամեն օր ուտում երկարակյացները, որպիսի նրանց աղիքները աշխատեն իդեալականորեն։ Իսկ մինչ այդ գրեք մեկնաբանություններում փոխում եմ սովորություններս։ 3 բառ։ Սա կլինի ձեր առաջին քայլը։ Տեսնում եմ, որ հիմա մտածում եք. Մարգարիտա, լավ, շաքարը վատ է, երշիկը վատ է, սպիտակ հացը վատ է։ Իսկ հետո ինչ ուտել ընդհանրապես։ Խոտ ծամել։ Մի անհանգստացեք։ Ամեն ինչ այդքան սարսափելի չէ։ Եվ գլխավորը մի մտածեք, որ ամեն ինչ կորած է։ Եթե 40 տարի երշիկ եք կերել սպիտակ հացով եւ քաղցր թեյով լվացել, ապա արդեն ոչինչ չի կարելի ուղղել։ Դա այդպես չէ։ Աղիքը զարմանալի օրգան է, նա կարողանում է վերականգնվել։ Նրա պատերի բջիջները թարմացվում են ամեն 3-5 օրը մեկ, իսկ միկրոֆլորան կարող է ամբողջությամբ փոխվել 1-2 ամսում, եթե տալ ճիշտ սնունդ։ Ես կենդանի ապացույց եմ, ես գրեթե 50 տարեկան էի, երբ սկսեցի փոխել սնունդը, հետևում 40 տարի սխալ սննդի, եւ ոչինչ վերականգնվեցի։ Հիմա 90 տարեկան եմ, եւ իմ աղիքները աշխատում են ավելի լավ, քան շատ 30-ամյա մարդկանց։ Այսպիսով եկեք խոսենք ընկերների մասին, այն ապրանքների, որոնք կօգնեն ձեր լավ բակտերիաներին հաղթել այս պատերազմում։ Ընկեր համար 1-ը՝ թթու կաղամբը, ոչ մարինացվածը, դա կարևոր է։ Մարինացվածը այն է, որ լցնում են քացախով։ Այն թթու է, խրթխրթան, համեղ, բայց աղիքի համար օգուտը 0 է։ Իսկ թթու կաղամբը բոլորովին այլ բան է։ Այն պատրաստում են առանց քացախի, պարզապես աղով, եւ խմորման ընթացքում դրա մեջ բազմանում են կաթնաթթվային բակտերիաներ, նույն այն, որոնք պետք են ձեր աղիքներին։ Թթու կաղամբը բնական պրոբիոտիկ է, անվճար, համեղ, որը ուտում էին մեր տատիկներն ու նախատատիկները։ Մեկ ճաշի գթալ թթու կաղամբում ավելի շատ օգտակար բակտերիա կա, քան թանկարժեք տեղատան պրոբիոտիկի ամբողջ շշում։ Ինչպես տարբերել թթուն մարինացվածից։ Կարդացեք բաղադրությունը։ Եթե այնտեղ քացախ կա, դա մարինացված է, մի վերցրեք։ Իսկական թթու կաղամբը միայն կաղամբ է, աղ, գուցե գազար եւ համեմունքներ։ Եվ պետք է պահվի սառնարանում, ոչ սովորական տարակում։ Իսկ ամենալավը ինքներդ թթվածնել։ Դա ընդհանրապես դժվար չէ։ Կտրատեցիք կաղամբը, աղեցիք, ձեռքերով հունցեցիք, խտացրիք բանկայի մեջ եւ 3-4 օր հետո պատրաստ է։ Ընկեր համար 2-ը՝ կեֆիրը, բայց այստեղ կա մի հնարք։ Ոչ ամեն կեֆիրը օգտակար է։ Նայեք պահպանման ժամկետին։ Եթե կեֆիրը պահպանվում է 1 ամիս, դա կեֆիր չէ։ Դա մեռած ապրանք է կոնսերվանտներով։ Կենդանի բակտերիաներ այդքան չեն ապրում։ Իսկական կեֆիրը պահպանվում է 5-7 օր, առավելագույնը 2 շաբաթ, եւ պատրաստված է պետք է լինի կենդանի խմորիչով։ Սովորաբար դա գրված է փաթեթավորման վրա։ Ավելի լավ է տանը կեֆիր պատրաստել։ Գնեք կեֆիրի սնկով կամ խմորիչ, ավելացրեք կաթի մեջ եւ 1 օր հետո ունեք ամենաթարմ կենդանի կեֆիրը, լի օգտակար բակտերիաներով։ Խմեք կեֆիրը գիշերը քնելուց առաջ։ 1 բաժակ տաք կեֆիր եւ ձեր լավ բակտերիաները ստանում են ամրապնդում, հենց գիշերը, երբ աղիքը վերականգնվում է։ Ընկեր համար 3-ը սխտորը եւ սոխը։ Մի վախեցեք, ես չեմ առաջարկում գլուխ ուտել։ Թեև խոստովանում եմ, սիրում եմ սխտորի միատամ կրծել սև հացով։
Սխտորը եւ սոխը պրեբիոտիկներ են։ Մի շփոթեք պրոբիոտիկների հետ։ Պրոբիոտիկները բուն բակտերիաներն են, իսկ պրեբիոտիկները նրանց սնունդը։ Հատուկ նյութեր, որոնք մեր օրգանիզմը չի մարսում, բայց լավ բակտերիաները շատ են սիրում։ Սխտորում եւ սոխում շատ ինուլին կա։ Սա իսկական դելիկատես է օգտակար միկրոֆլորայի համար։ Ավելացրեք դրանք աղցաններում, ապուրներում, ցանկացած ուտեստում։ Ամեն օր մի քիչ։ Եթե վախենում եք հոտից, կերեք սոխն ու սխտորը ճաշին, մինչև երեկո կանցնի։ Կամ ավելացրեք ջերմային մշակված ուտեստներում։ Հոտը գնում է, օգուտը մնում է։ Իսկ հիմա պարզ պլան մեկ շաբաթվա համար։ Գրեք կամ հիշեք։ Դա դժվար չէ, ցանկացածը կարող է հաղթահարել։ Առաջին 3 օրերը հեռացնում ենք թշնամիներին։ Չայի եւ սուրճի մեջ շաքար ընդհանրապես չկա։ Համբերեք, 4-րդ օրը ավելի հեշտ կլինի։ Ոչ մի երշիկ, խանութային կիսաֆաբրիկատներ։ Փոխարինեք տնական մսով կամ պարզապես հեռացրեք, մինչև ժամանակավորապես։ Սպիտակ հացը կրճատում ենք կիսով չափ։ Եթե ուտում եք 4 կտոր, ուտում եք 2։ Եթե կարող եք, փոխարինեք ամբողջահատիկով։ 4-ից 7-րդ օրը ավելացնում ենք ընկերներին։ Ամեն օր 3 ճաշի գթալ թթու կաղամբ։ Կարելի է ուտելուց առաջ, կարելի է ճաշի հետ միասին։ Ամեն երեկո 1 բաժակ թարմ կեֆիր գիշերը։ Ամեն օր սոխ կամ սխտոր, ցանկացած տեսքով։ Թեկուզ մի քիչ, թեկուզ աղցանում մանր կտրատած։ Ահա ամբողջ պլանը։ Պարզ, անվճար, առանց հավերի եւ բժիշկների։ Իսկ 1 շաբաթ հետո լսեք ձեր մարմինին։ Երաշխավորում եմ կզգաք տարբերությունը։ Հիշում եմ, թե ինչպես էր ինձ մոտ։ 1 շաբաթ հետո, երբ փոխեցի սնունդը, առաջին անգամ տարիներ շարունակ արթնացա առանց ծանրության որովայնում։ Պարզապես վեր կացա, եւ որովայնը չի ցավում, չի կռռում, չի պահանջում շտապ զուգարան վազել։ 1 ամսից մոռացա, թե ինչ է փքվածությունը։ Ընդհանրապես մոռացա։ Ուտում էի եւ չէի մտածում, կփքվի որովայնը թե ոչ։ Պարզապես հանգիստ ուտում էի, ինչպես նորմալ մարդ։ 3 ամսից դադարեցի գիշերը արթնանալ։ Ավելի վաղ 3-4 ժամին էի վեր կենում։ Պարկում, նայում առաստաղին, մտածում տարբեր բաների մասին։ Իսկ հիմա 22-ին քնում եմ, 0-6-ին արթնանում եւ քնում եմ ինչպես մանկահասակ երեխա։ Պարզվեց դա էլ կապված է աղիքի հետ։ Նրա մեջ արտադրվում է մելատոնինը, քնի հորմոնը։ Առողջ աղիք, առողջ քուն։ Կես տարի հետո բժիշկն ասաց, որ իմ անալիզները իդեալական են։ Հարցրեց, ինչ եմ անում։ Ես պատմեցի։ Նա գրեց. Իսկ հիմա իմ 90 տարեկանում ես ինձ ավելի լավ եմ զգում, քան 50-ում։ Եվ սա չափազանցություն չէ։ Ես ինքս եմ գնում խանութ, ինքնս եմ եփում, ամեն օր զբոսնում եմ։ Ձորնիկները վազում են գալիս, ես նրանց հետ խաղում եմ հետապնդումներ։ Իհարկե չեմ վազում, բայց արագ եմ քայլում։ Նրանք ծիծաղում են։ Եվ ամեն ինչ սկսվեց աղիքից, սննդի պարզ փոփոխություններից։ Իսկ հիմա գրեք մեկնաբանություններում, եթե պատրաստ եք սկսել հենց այսօր, գրեք սկսում եմ այսօր։ Եթե երկուշաբթից գրեք սկսում եմ երկուշաբթից։ Հետաքրքիր է ում ավելի շատ կլինի, եւ ձեզ ինքներդ ձեզ կօգնի։ Ես կամփոփեմ, կտամ գլխավոր խորհուրդը եւ կպատմեմ, թե ինչի մասին կլինի իմ հաջորդ տեսանյութը։ Այնտեղ էլ շատ կարևոր թեմա կլինի։ Շատերը խնդրել են. Ահա, սիրելիներս, մենք հասանք վերջինը։ Եկեք կարճ հիշեցնեմ, թե ինչի մասին խոսեցինք այսօր։ Աղիքների 3 գլխավոր թշնամիները։ Շաքարը, որը կերակրում է վատ բակտերիաներին եւ սնկերին, խանութային երշիկները, որոնք սպանում են լավ բակտերիաներին իրենց կոնսերվանտներով եւ հակաբիոտիկներով, եւ սպիտակ հացը, որը միաժամանակ կերակրում է թշնամիներին եւ սովի է մատնում ընկերներին, որովհետեւ դրա մեջ մանրաթել չկա։ Հեռացրեք դրանք, եւ ձեր աղիքը թեթև կշնչի։ Ավելացրեք թթու կաղամբ, կենթանի կեֆիր, սխտոր եւ սոխ, եւ լավ բակտերիաները կսկսեն հաղթել։ Ամեն ինչ պարզ է։ Ոչ թանկ դեղեր, ոչ բարդ դիետաներ, ոչ տանջանքներ։ Պարզապես փոխարինեք մի ապրանքները մյուսներով եւ 1 ամսից չեք ճանաչի ինքներդ ձեզ։ Գիտեք, ես հաճախ եմ մտածում այդ օրվա մասին ավտոբուսում, այդ ամոթի մասին, որ ապրեցի 48 տարեկանում։